Այսօր ես կուզենայի խոսալ հավատքի մասին, բայց մի քիչ այլ կողմից նայենք հավատքին, հավատ, որը հաղթում է աշխարհին։ Այդպես եմ վերնագրել իմ այսօրվա պատգամը եւ կխնդրեմ իրոք, որ Տերը բոլորիս իմաստություն տա եւ մենք վայելենք Տիրոջ ներկայությունը եւ Տիրոջ խոսքը։ Եվ այսպես առաջի Հովհաննես 5-րդ գլխից 4-րդ եւ 5-րդ համարներն եմ ուզում ընթերցել։ Որովհետեւ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը։ Եվ ով է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, որ հավատում է, որ Հիսուսն Աստծո որդին է։ Հրաշալի մի խոսք, ես վստահ եմ, այստեղ բոլոր հավաքվածներս հավատում ենք, որ Հիսուսն Աստծո որդին է։ Հալելույա, փառք Աստծուն։ Եվ ասում է, այդ հավատը մեզ բերում է հաղթանակ։ Հաղթանակ այս աշխարհի նկատմամբ, հաղթանակ այն ամենի նկատմամբ, ինչը որ հակառակ է Աստծուն, ինչը որ հակառակ է մեր կյանքին, ինչը որ հակառակ է սրբությանը, այն գայթակղությունները, այն մեղքերը, այն ճնշումները եւ խնդիրները, որոնք կան ցանկացած մարդու կյանքում, Տերը ասում է, ես արդեն տվել եմ այդ հաղթանակը, եւ այդ հաղթանակը գալիս է այն հավատով, որով մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին ծնվեց եւ խաչվեց եւ հարություն առավ, փառք Տիրոջը։ Գիտես, մեր հակառակորդի սատանայի ստրատեգիան կայանում է սրանում համոզել մեզ, որ մենք այդքան էլ արժանի չենք, որ մենք այդքան էլ Աստծո զավակ չենք, որ այդքան էլ Աստված միգուցե չի ուզում մեր կյանքի այդ խնդիրներին պատասխանել, բայց ես ուզում եմ այսօր մենք խոսքով նայենք Տերը ինչ կարծիք ունի մեր մասին։ Եվ ես ուզում եմ Ծննդոց 2-րդ գլխից կարդանք։ Եկեք գնանք Ծննդոց 2-րդ գլուխ եւ կարդանք 7-րդ խոսքից։ Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց եւ նրա ռունգերի մեջ կենթանության շունչ փչեց եւ մարդը կենթանի հոգի եղավ։ Հալելույա։ Գիտեք, ես մտածել եմ շատ, Աստված ջան, ինչի հողի փոշուց։ Չէ՞ որ դու կարող ես օգտագործել մի ուրիշ նյութ։ Օրինակ ոսկի կարող ես օգտագործել, ոսկու փոշուց, ադամանդի փոշուց։ Դու Աստված ես, քո ձեռն է ամեն բան։ Ինչի հենց հողի փոշին։ Որովհետև ճիշտն ասած հողի փոշին մենք ինչ ենք անում։ Ոչ մի բան չենք անում, չէ՞։ Թափ ենք տալի, ասենք սրբում ենք, կանայք լավ գիտեն, որտեղ փոշի է նստում, սրբում են, թափ են տալի, ասում են, էլի փոշի հավաքվեց, այս ինչ փոշոտ է եւ այլն։ Մարդկանց ոտքերի տակ է հողի փոշին։ Գիտեք, Աստված վերցրեց ամենացածր մի բան եւ ստեղծեց կատարելություն։ Եթե նայենք մեր մարմնին, մենք կատարյալ ենք ստեղծված, փառք Աստծուն, բայց ստեղծված ենք ընդհանրապես հողի փոշուց։ Գիտեք, Տերը ունի սկզբունք, նա ցույց է տալիս իր մեծափառությունը, որ կարող է վերցնել անգամ ամենացածրը, անգամ ամենաանպիտանը, այն որ ոչ մեկին պետք չի, բոլորի ոտքերի տակ է եւ ստեղծի կատարելություն։ Այնպես որ եթե այսօր դու մտքեր ունես, որ դու ոչ մեկին պետք չես, որ դու ուղակի հողի փոշի ես միգուցե, ճիշտն ասած իմ մոտ եղել են այդպիսի մտքեր, դրա համար եմ ասում։ Ժողովուրդ ջան, Աստծո ձեռքերի մեջ ենք եւ Տիրոջ հոգին է մեր մեջ, այնպես որ Աստված կարող է ամենացածրից բարձրացնել եւ դարձնել կատարյալ, որովհետեւ Տիրոջ հոգու մեջ է գաղտնիքը, ոչ թե մեր կարողության, ոչ թե մենք ենք մեզ այդպիսին դարձնում, այնպես որ լինել Աստծո զավակ, դա նշանակում է լինել կատարյալ, բայց կատարյալ ոչ թե մեզանով, այլ կատարյալ Տիրոջ հոգով, որը մեր մեջ է, որը գերազանց է։ Փառք Տիրոջ այս գերազանց տարվա համար։ Հալելույա։ Հովհաննես առաջի գլուխ։ Երբ որ մենք տեսնում ենք Աստծո զավակների հանդեպ Տերը ինչ իշխանություն է տալիս,
Հովհաննես առաջին գլուխ 12 եւ 13-րդ խոսքերը։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան, այսինքն Տեր Հիսուսին, եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Մենք ծնվեցինք Աստծուց, ասում է Աստծո խոսքը, եւ սա կնիք է մեր կյանքի համար, որ մենք Տիրոջ զավակներն ենք։ Գիտես, Աստված ասեց, ես քեզ այսօր ծնեցի, այն պահին, երբ որ մենք Հիսուսին Տեր ընդունեցինք, մենք ծնվեցինք Տիրոջից եւ ունենք իշխանություն, զարմանալի մի բան, ունենք իշխանություն հավատալու Տեր Հիսուս Քրիստոսի անվանը եւ այդ անունը հռչակելով, այդ անունը օգտագործելով մենք կարող ենք փոխել եւ մեր կյանքերը եւ մեր շրջապատը։ Լինում են պահեր, երբ որ հակառակորդը կարողանում է ինչ-որ կերպ մեզ խաբել, համոզել, որ մենք Աստծո հանդեպ այդքան էլ ճիշտ չենք վարվել, միգուցե Աստված այդքան էլ ուշադիր չի մեր խնդիրների նկատմամբ, այո, Աստված կա, բայց քո համար Աստված հայրություն միգուցե չի ուզում անի, միգուցե քո այդ խնդրին Աստված չի ուզում պատասխանի։ Սիրելիս, եկեք նայենք Աստծո խոսքը եւ հասկանանք, որ Տիրոջ համար մեր ցանկացած կյանքի բնագավառը շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է, Աստված շատ ուշադիր է մեզ այնց յուրաքանչյուրի նկատմամբ, որովհետեւ Քրիստոսը համեմատեց երկնային հորը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մեր Աստծուն, մարդկանց հետ, մեր հետ։ Նա ասեց, դուք չար լինելով կարողանում եք ձեր երեխաներին բարիքներ անել, այլ որքան առավել հայրը, որ երկնքում է, կանի բարիքներ։ Ծննդոց 3 գլուխ եւ կարդանք առաջի խոսքից։ Պատմություն Ադամի եւ Եվայի մասին, որոնք ցավոք սրտի լսեցին օծին։ Օծը ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օծը ասեց կնոջը. իսկապես Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Կինը ասաց օծին. պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջ տեղում է, Աստված ասեց մի կերեք դրանից եւ դրան մի դիպեք, որ չմեռնեք։ Օծը կնոջն ասեց. բնավ չեք մեռնի։ Այլ Աստված գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք, բարին եւ չարը իմացող։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար եւ հաճելի էր աչքերին ու ծառը ցանկալի էր նայելու համար, առավ նրա պտղից ու կերավ եւ տվեց նաեւ իր ամուսնուն եւ նա կերավ։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին եւ իմացան, որ մերկ են, եւ թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ Տեսեք, երբ որ Աստված ստեղծեց Ադամին, Ադամը նա չի ծնվել, նա ստեղծված է։ Միակ մարդը Ադամն ու Եվան էին, որոնք ծնված չէին կնոջից։ Այսինքն նրանք չեն ծնվել որպես փոքր երեխա, հետո մեծացել, դառել հասուն, նրանք Աստված արդեն միանգամից ստեղծեց որպես հասուն տղամարդ Ադամին։ Եվ Ադամը, երբ որ բացեց իր աչքերը, նա տեսավ Աստծուն։ Նա տեսավ դեմ առ դեմ մեր Արարչին, ամեն։ Եվ Աստված, ես ճիշտ է չեմ կարող ասեմ, որտեվ Աստվածաշունչը դրա մասին բան չի ասում, Աստծո դեմքը տեսավ, թե Տերը ամպի մեջ էր, Տիրոջ փառքն էր այնտեղ, բայց դեմ առ դեմ նա տեսնում էր եւ շփվում էր Աստծո հետ եւ Աստված նրա համար եւ հայր էր, եւ մայր էր, ծնող էր, եւ սովորացնում էր, եւ ամեն բան նա հասկանում էր եւ սովորում էր Աստծո միջոցով։ Եվ տեսեք,
Աստված ասում է Ադամ, այս ամբողջը քոնն է, ինչ ուզում ես արա պարտեզում, բայց մի բան կա, որին դու չպետք է կպնես։ Դա բարի ու չարի գիտության ծառն է։ Չկպնես, չուտես, որովհետև կմահանաս, կմեռնես, այն օրը, երբ որ կերար։ Ինչ չի թվում, որ Աստված չէր ուզում, որ Ադամը ճանաչեր բարին ու չարը։ Ուղղակի դա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ որ Աստված կորոշեր, եւ այն կերպ, ինչպես որ Աստված կորոշեր։ Մեկ այլ բառերով ասած, Աստծո հետ պետք է Ադամը դա հասկանար, ոչ թե իր կամքով կամ սատանայի օծի կամքով։ Եվ գիտեք, երբ որ մենք մի քիչ ուշադիր ենք նայում այս տեղին, այս դրվագին, մենք տեսնում ենք մի բան. կինը նա կերավ եւ ոչ մի բան տեղի չունեցավ։ Աստված ասել էր, երբ որ ուտեքս, Ադամ կմահանաս։ Ադամի աչքերի առջև կինը կերավ եւ ոչ մի բան չեղավ։ Եվ ինչ էր ասում օծը։ Օծը ասում էր Աստված չի ուզում, որ դուք իմանաք բարին ու չարը, որովհետև այն օր, երբ որ իմանաք, կդառնաք Աստծո նման։ Այսինքն Ադամը այն հոր հանդեպ իր վերաբերմունքը, որ կար, որ ինքը աչքերը բացել էր եւ տեսել էր Աստծուն, եւ հորը ինչ արեց օծը, ինչ արեց սատանան, նա խզեց, փորձեց խզել այդ կապը հոր եւ որդու միջև։ Որովհետև եթե դա նրան հաջողվեր, իսկ դա նրան հաջողվեց, ուրեմն իրոք Ադամը կընկներ մեղքի մեջ։ Աստված Ադամին էր ասել չուտես։ Եվ Ադամը հիմա նայում է եւ ունի երկու տարբեր, այսպես ասած, երևույթներ, տեսնում է, որ կինը կերավ չմահացավ եւ տեսնում է Աստծո խոսքը, որ ասում է չուտես թե չկմահանաս։ Եվ ընտրությունը Ադամինն էր։ Գիտեք, եթե այսօր սատանային հաջողվի մեզ համոզել, որ Աստված հայրը մեր հանդեպ այդքան էլ լավ տրամադրված չի, երբ որ մենք պահի տակ եթե մոռանանք, որ Աստված ոչ միայն Աստված է եւ արարիչ, այլ նաեւ մեր հայրն է։ Միգուցե ինչ որ վատ բաներ տեղի ունենան մեր կյանքում, բայց դա արդեն մեր պատճառով է լինում։ Որովհետեւ Աստված ինքը բացի նրանից, որ Աստված է, ինքը նաեւ մեր հայրն է։ Եվ այդ հայրությունը շատ կարևոր հիմք է ցանկացած քրիստոնյայի կյանքում։ Եվ որտեղից է գալիս հավատքը, որը հաղթում է այս աշխարհին, գալիս է այն պահից, երբ որ դու ճանաչում ես հորը։ Շատ ենք լսել քարոզներ, ես չեմ ասում ճիշտ կամ սխալ, բայց քարոզներ կան, որ ասում են դավանիր, դու պետք է հավատաս, դու պետք է դավանես եւ այսպես պետք է անես, միգուցե դա գործում է, բայց գիտես, եթե դու Աստծուն մոտենաս որպես քո հորը, ոչ միայն որպես արարչին, այլ որպես նա քո հայրն է, իմացիր, որ քո առջև բացվում է մի նոր աշխարհ, որը հայրություն է կոչվում, որ դու մտնում ես քո սենյակը, դուռը ծածկում ես եւ հայրը այնտեղ է։ Մենք կնայենք խոսքը ինչ է ասում նաեւ դրա մասին։ Եկեք գնանք Եբրայեցիս 11-րդ գլուխ եւ կարդանք 6-րդ խոսքից։ Իհարկե մեր Աստված շատ խորը Աստված է, շատ բարդ Աստված է, բայց երբ որ խոսում է մեր հետ, նա խոսում է պարզ ձևով, որպեսզի բոլորս հասկանանք, ինչ ունի Աստված մեզ ասելու։ Եվ այսպես Եբրայեցիս 11:6-ը մեզ ասում է. բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճելի լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա, եւ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Փառք Տիրոջը, շատ պարզ է գրված։ Ինձ թվում է բոլորս հավատում ենք, որ Աստված կա։ Փառք Տիրոջը, բայց այս առաջի կետն է։ Երկրորդը սա է, որ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Ժողովուրդ, ոչ թե իրենից խնդրողներին, այլ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։
Սիրելիս, դա մի այլ մակարդակ է, երբ որ դու փնտրում ես Տիրոջը։ Այո, կարիքները, մնացած բաները դա էլ ունի տեղ մեր կյանքում, բայց եթե մենք փնտրենք Տիրոջը, խոսքը ասում է մնացած հարցերը ինքնըստինքյան կլուծվեն։ Փորձեք, մտեք ձեր սենյակ, դուռը ծածկեք եւ փնտրեք Հորը։ Դուք կտեսնեք ինչ ներկայություն կգա, դուք կտեսնեք ինչ փոփոխություն կլինի կյանքում։ Եվ որպեսզի մեր այսպեսի մի օրինակ բերեմ, կոնկրետ օրինակ եմ ուզում բերել, ինչպես է հավատը գործում, ինչպես է Աստծո հավատը գործում, եկեք նույն Եբրայեցիս թղթի 11-12 խոսքերը կարդանք, խոսվում է Սարայի մասին, Սարայի հավատքի մասին։ Հավատով Սարան, որ ամուլ էր, սերմը ընդունելու զորություն ստացավ եւ առաջացած տարիքում, այսինքն մեծ տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։ Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկնքի աստղերը եւ ինչպես անհամար ավազը ծովափին։ Հալելույա։ Գիտեք, Եբրայեցիս 11-րդ գլուխը խոսում է հավատքի հերոսների մասին եւ խոսվում է նաեւ Սարայի մասին։ Շատ հրաշալի մեր հավատքի հերոս Սարայի մասին։ Եվ այնքան մեծ է այդ հավատքի ուժը Սարայի, որ այստեղ ասում է դրա համար էլ նրանից ծնվում էին բազմությամբ, ինչպես երկնքի աստղերը եւ ինչպես անհամար ավազը ծովափին։ Եկեք գնանք Ծննդոց 18-րդ գլուխ եւ մոտիկից մի հատ հասկանանք Սարան այդ ինչ հավատք ուներ, որ Աստված այսպես տեղ է տվել հավատքի հերոսների մեջ նաեւ Սարային։ Եվ այսպես Ծննդոց 18-րդ գլուխ եւ կարդանք 9-ից 15-րդ խոսքերը։ Սա այն պատմությունն է, երբ որ Տերը երկու հրեշտակներով եկավ, Աբրահամը նստած էր, այցելեց Աբրահամին, Աբրահամը տարավ իրենց պատիվ տվեց եւ հիմա 9-րդ խոսքից Տերը ասում է. «Եվ նրանք հարցրին Աբրահամին. Ուր է քո կինը Սառան»։ Նա պատասխանեց. «Ահա վրանում է»։ Եվ ասաց Տերը. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, եւ ահա քո կինը Սառան մի որդի կունենա»։ Խոսքը գնում է այն զառամյալ տարիքը անցած Աբրահամի եւ Եվայի մասին։ Աբրահամի եւ Սառայի մասին ներողություն։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։ Աբրահամն ու Սառան ծերացել էին եւ օրերը անցկացրած էին։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը։ Սառան ծիծաղեց իր մտքում եւ ասեց. «Պառավելուցս հետո եմ զվարճություն ունենալու եւ իմ տերն էլ ծերացել է»։ Տերը ասաց Աբրահամին. «Սառան ինչու ծիծաղեց, ասելով. միթե ես իրոք ծնելու եմ, ես որ պառավել եմ։ Տիրոջ համար դժվար բան կա արդյոք։ Եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ եւ Սառան մի որդի կունենա»։ Երկրորդ անգամ Տերը հաստատում է, որ հաջորդ տարի ես գալու եմ Սառան որդի ունենալու։ Սառան ուրացավ եւ ասեց. «Ես չծիծաղեցի», որովհետեւ վախեցել էր, իսկ նա ասեց. «Ոչ, ծիծաղեցիր»։ Ես այստեղ որևիցե հավատքի հերոս չտեսա։ Դուք տեսաք այստեղ հավատքի հերոս։ Սառան ծիծաղեց, Տերը ասում է. «Դու մյուս տարի կունենաս զավակ, որդի կունենաս»։ Դուք պատկերացնում եք այդ կնոջ վիճակը, որը ամբողջ կյանք չի ունեցել, եւ հիմա պառավել է եւ ինքը եւ իր ամուսինը եւ գալիս է Տերը, բայց գալիս է Տերը եւ ասում է մյուս տարի դու կունենաս զավակ։ Միթե Աստծո համար անհնարին ինչ-որ բան կա։ Բացի նրանից, որ Սառան չհավատաց, իր մտքում ծիծաղեց, նաեւ ուրացավ, նաեւ խաբեց, ասեց. «Չէ, ես չեմ ծիծաղել»։ Տերը ասեց. «Չէ, դու ծիծաղել ես»։ Եվ գիտեք, հետաքրքիրը ինչու՞մն է, որ այո, մյուս տարի այդ ժամանակ Սառան ծնեց որդի։ Ու ինչ տեղի ունեցավ
Այն Սառայի, որը որ ծիծաղում էր եւ ուրացավ, ասես չեմ ծիծաղել, եւ այն Սառայի, որը որդի էր ծնել, որի մասին խոսում է 11-րդ գլուխը, որ ասում է հավատքով ընդունեց սերմը։ Հավատարիմ համարեց խոստացողին։ Այդ ինչպես եղավ, որ Սառան խոստացողին հավատարիմ համարեց։ Ինչպես եղավ, որ ճանաչեց ու հասկացավ, որ այն, որ իրան խոստացել է, այդ Աստված ինքը կարող է եւ ոչ միայն կարող է, նաեւ ուզում է անել։ Սիրելիներս, Եբրայեցիս 11-ը մի քիչ առաջ երբ որ կարդացինք 6-րդ խոսքը նա ասում է, որ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա եւ իրեն խնդրողներին վարձահայտույց է լինում։ Այսինքն Աստված որպես արարիչ կա, բայց բացի դրանից նա նաեւ ուզում է։ Աստված կարող է եւ Աստված ուզում է մեր կյանքում հրաշքներ գործել։ Աստված կարող է Սառայի կյանքում զավակ տալ եւ Աստված ուզում է դա անել։ Սառայի խնդիրը դա էր։ Նա միգուցե գիտեր, որ Աստված կա եւ Աստված կարող է, բայց չէր ընկալել, որ Աստված ուզում է, որովհետեւ իր աչքերը, իր կյանքը, իր ապրածը ուրիշ բան էր ասում։ Իրանք շատ էին փորձել, չէր ստացվել։ Բայց այստեղ Աստված է ասում։ Ասում է մյուս տարի կունենաս։ Հղիությունը գիտենք բոլորս, հա, տևում է 9 ամիս, այդ մի տարին հանում ենք 9 ամիս, ընդ 3 ամիս բան է մնում։ Այդ 3 ամսվա մեջ ինչ որ բան տեղի ունեցավ Սառայի կյանքում, որ ինքը հասկացավ, որ Տերը ոչ միայն կարող է, այլ նաև ուզում է։ Եվ այդ հարցի պատասխանը ես գտել եմ Ծննդոց 21-րդ գլխում։ Առաջին 3 խոսքերի մեջ։ Տերը շնոր արեց Սառային։ Մի ուրիշ Աստվածաշնչի թարգմանությունում ասում է Տերը այցելություն արեց Սառային։ Տերը կատարեց Սառայի համար ինչպես խոստացել էր, Սառան հղիացավ եւ Աբրահամին մի որդի ծնեց նրա ծեր հասակում այն որոշված ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։ Աբրահամը իր համար ծնված որդու անունը, որին Սառան ծնել էր նրա համար Իսահակ դրեց, այսինքն ծիծաղ։ Հետաքրքիր է, չէ՞։ Տիրոջ հումորը։ Տեսեք, առաջի խոսքում ասում է Տերը այցելություն արեց Սառային։ Գիտես, երբ որ Տերը այցելություն է անում եւ Տիրոջ ներկայությունն է գալիս, մարդկանց կյանքերն է փոխվում։ Տերը այցելություն արեց, Տերը շնորհք արեց եւ Սառան Տիրոջ ներկայության մեջ հասկացավ, որ Աստված ոչ միայն արարիչ է, նաեւ հայր է։ Հայրը, որը ուզում է տա։ Հայրը, որի համար անհնարին ոչ մի բան չկա, բայց բացի նրանից, որ ինքը ամենակարողն է, ինքը նաեւ ուզում է դա անի Սառայի կյանքում։ Սիրելիս, եթե ինչ-որ մի բան կա մեր կյանքում, քո կյանքում, միգուցե երկար ժամանակ հարց կա, որը չի լուծվել, ես չգիտեմ, բայց միգուցե քո սրտում ինչ-որ մի բան կա, եւ դու մտածում ես, որ Աստված չի ուզում, ուղղակի խնդրում եմ քեզ այդպես մի մտածի, որովհետեւ հայրը անկարելի ոչ մի բան չկա Տիրոջ առջև, բայց գիտեք ինչ, երբ որ Տերը խոսում էր Աբրահամի հետ, նա առաջինը հարցեց՝ ուր է Սառան։ Գիտեք ուր էր Սառան, նա վրանի հետևը պահկված լսում էր։ Ինչն էր խանգարում, որպեսզի Սառան գար եւ Աբրահամի կողքը կանգներ եւ նույնպես մասնակցի այդ խոսակցությանը, ոչ մի բան։ Իր մտածելակերպն էր խանգարում, դա այդ կառուցած այդ դուռն էր, որ ինքն էր դրել։ Մենք ենք շատ անգամ այդ դռները դնում եւ դռան հետևից ենք ուզում։ Տեր ասում է՝ արի, դու իմ զավակն ես։ Արի։ Չէ, միգուցե ստեղ լավ է, ես ականջ կդնեմ, բայց падգամը, երբ որ Տերը տալիս է, խոսքը, երբ որ Տերը տալիս է, դու պետքա Տիրոջը որպես հայր ճանաչես, որպեսզի կարողանաս դա վերցնել։ Որովհետև Աստված ամենակարող արարիչն է, բայց դա քիչ է։ Նա նաև մեզ սիրող հայր է։ Ինչպես հայր, նա ոչ միայն կարող է, այլ նաև ուզում է տալ մեզ։
Հռոմեացիս 8-րդ գլուխը 15-ից 17-րդ խոսքերը եկեք կարդանք։ Տեսեք, որովհետև դուք ծառայության հոգի չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգի ստացաք, որով աղաղակում ենք Աբբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Հալելույա։ Կուզենայի մի քիչ այստեղ մենք խորհենք, մտածենք Տիրոջ խոսքը մեզ ինչ է ուզում սովորացնի։ Առաջին ասում է դուք ծառայության հոգի չընդունեցիք։ Գիտեք, կա այդ դիրքը, երբ որ մարդիկ ծառայության հոգով են մոտենում Տիրոջը, այսինքն ծառայի մտածելակերպով են մոտենում Տիրոջը։ Հիշում եք այն առակը, այսինքն անառակ որդու մասին այդ առակը մի քիչ բաց ստացվեց։ Երբ որ մեծ տղան ինչ էր անում, ծառայում էր, չէ՞։ Նա ասում է ես միշտ հավատարիմ եմ, էս եմ անում, այն եմ անում, բայց այն փոքրը գնաց եւ այլն։ Այսինքն նա հորը վերաբերվում էր որպես Տիրոջը, որպես ծառա էր իրան դրել, բայց Աստված ասում է դուք ծառայության հոգի չընդունեցիք, որդեգրության հոգի, որով ինչ ենք անում, աղաղակում ենք Աբբա Հայր, Պապա ջան, Աբբա Հայրը թարգմանվում է հենց այդպես, Պապա ջան։ Սիրելիս, Աստված ուզում է, որ մենք իրան դիմենք այդպես, իրան աղաղակենք այդ Պապա ջան, որովհետև Աստված մեր հայրն է եւ նորից եմ ասում, գնա քո սենյակը փակիր, աղաղակիր Աբբա Հայր, խնդրիր Պապա ջան, արի իմ կյանքի մեջ, ես ուզում եմ որ ճանաչեմ քեզ, միգուցե մի ժամանակ ճանաչել եմ, միգուցե մոռացել եմ։ Գիտես Սառան Աբրահամի կողքն էր քայլում, միգուցե ինքը մի ժամանակ նույնպես մտածում էր, որ Աստված նաև հայր է, մոռացել էր միգուցե, կամ այնպիսի մեծ խնդիր էր հանդիպել, որ իր հավատը չէր հերիքում։ Հնարավոր է, բայց երբ որ մենք ճանաչում ենք դեմ առ դեմ Տիրոջը որպես հայր, եւ ո՞նց կարող ենք ճանաչել, ասում է այն հոգին, նույն ինքը հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք, եւ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ։ Գիտես դա այնքան մեծ բան է լինել Տիրոջ ժառանգ, Քրիստոսին ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդենք, այո կլինեն չարչարանքներ, այո կլինեն դժվարություններ, բայց ինչ ասում խոսքը, այն ով որ Աստծուց է ծնված հաղթում այս աշխարհը։